Սա բերելու է որոշակի կոլապսի հեծի ցանցային համակարգ։ Էներգետիկ կոլապս է կանխատեսում փորձագետ Արմեն Մանվելյանը, եթե հեծում լուրջ ներդրումներ չլինեն։ Համակարգը հնարավոր է աշխատել, եթե այնտեղ կան անդադար ներդրումներ։ Որտեղ այդ համակարգը շատ արագ մաշվող համակարգ է։ Ու իդեպ ասեմ, ժամանակին հետ հենց հանձնվեց Սամվել Կարապետյանը այդ բանը, որպեսզի պետությունը իր վրայից այդ ներդրումները իջեցնի, քչացնի, էլի թոթափի իր վրայից այդ ներդրումները։ Քանի որ ազգայնացման անվան տակ հեծի կառավարումը միլիարդ հատեր Սամվել Կարապետյանից խլելուց հետո հեծից հեռացել են նաև ներդրումները։ Պետությունն էլ բավարար գումար չունի։ Իսկ իշխող ուժը ըստ Մանվելյանի ընտրությունների նախաշեմին պետական դրամապանակից մեծաքանակ չնախատեսված գումար է դուրս գրել, որպես ընտրակաշարք թոշակ բարձրացնելու ու առողջության ապահովագրության համակարգ ներդնելու համար։ Կարող են անել պետական բյուջեի հաշվին, բայց պետական բյուջեն առանց դրա ոնց ասես ճղվում է, էլի աշնանը հատկապես զմռանը, երբ որ sense ծավալները էլեկտրոէներգիայի սպառման մեծանան եւ ճնշումը ուժեղանա համակարգի նկատմամբ բացառված չէ որ կտեսնենք նաեւ որոշակիորեն իրավիճակի շատ ավելի վատթարացում Հեծնել փորձանքիկ բերեն ոչ Հեծում կուտակված խնդիրների մասին նախորդին ահազանգել էր Սամվել Կարապետյանը, երբ լրագրողները էլեկտրական ցանցի վերաբերյալ ժամանակավոր կառավարչի հրապարակած տվյալների մասին էին հարցրել։ Ըստ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման առաջին 6-8 ամիսներին գրեթե 400 միլիոն դոլարի վարկային պարտավորություններից 50 միլիոն դոլարը մարել են։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Վարկ մարելու համար մեծ գիտելիք պետք չէ, նկատում է գործարարը, մինչդեռ ներդրումները դանդաղել են, համակարգում արդիականացում չի եղել, որովհետև ըստ Կարապետյանի դրանցից ոչինչ չեն հասկանում Հայաստանի էներգետիկ ամենամեծ կառույցի ժամանակավոր կառավարիչները։ Որ դուք պատկերացնեք, 100 հատ նոր միացում են արել, 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը, այ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն, դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են։ Պետրոսյան Կարապետյան հերակա բանավեճում հետ ժամանակավոր կառավարիչը պատասխանել է, թե 2026 թվականի առաջին կիսամյակում 4103 նոր բաժանորդ է միացել ցանցին։ Մինչդեռ Կարապետյանին լուրեր են հասել, որ բազմաթիվ գործարարներ կանգնած են լուրջ խնդրի առաջ, չեն կարողանում հոսանք հասցնել իրենց նորակառույց օբյեկտներին։ Այդ միացումները չկան, այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ պրոբլեմ։ Սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ ՔՊ-ն տաշիր կապիտալին մեղադրում էր փոխկապակցված ընկերություններից սարքավորումներ գնելու համար։ Մինչդեռ հենց այդ սարքավորումների պակասի հետևանքով է այսօր դանդաղել նոր բաժանորդների միացումը ցանցին։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Բայց թող ձեռք բերեն։ Մի տարուց ավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ հեծի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնում։ Իհարկե ոչ միայն հեծի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Ներդրումների խնդիրը միայն Հայաստանի էլեկտրական ցանցերում չէ, նկատում է էներգետիկ փորձագետը։ Հայաստանում ներդրումների sense ասեմ մտնոլորտը շատ վատն է, առավելևս Ծառուկյանի ձերբակալությունին, Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ, հետևաբար այս պայմաններում ով է գալու եւ հեծում ներդրումներ անելու։ Մանվելյանի խոսքով, քանի դեռ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը պիկին է, արտաքին ու ներքին ներդրողները չեն շտապելու ներդրումներ անել Հայաստանում։ Կարեն Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։